Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունվարի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Արփինե Սարգսյանի անունից ողջունելով ներկաներին, Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար եւ ընդգծել ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության կարեւորությունը։ Արամ Ղազարյանի խոսքով վերջին 10 տարիների ընթացքում կենտրոնն իր առջև դրված խնդիրները լուծել է պատասխանատվությամբ եւ օպերատիվ արձագանքման հանձնառությամբ։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրենը նշել է, որ ժամանակակից մարտահրավերները Հայաստանի եւ Ռուսաստանի փրկարարծառայություններից պահանջում են համակարգված մոտեցումներ, բնակչության պաշտպանության ապահովման, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հումանիտար օգնության տրամադրման համատեքստում։ Արամ Ղազարյանը վստահեցրել է նաեւ, որ ներքին գործերի նախարարությունը հետագայում եւս պատրաստ է գործադրել առավելագույն ջանքեր, որոնք կնպաստեն համագործակցության ամրապնդմանը։ Վյաչեսլավ Բուտկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարարծառայության հետ ուղիղ երկխոսությունն ունի չափազանց կարևոր նշանակություն։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալը շեշտել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում առանձնահատուկ դեր ունի ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը, որն իրեն դրսևորել է որպես արդյունավետ եւ ամենակարևորը պահանջված հարթակ։ Երկուստեք վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը, մասնավորապես կարողությունների զարգացման եւ փորձի փոխանակման համատեքստում։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին ներկայացրել է կենտրոնի 2025 թվականի գործունեությունը եւ ընթացիկ տարվա աշխատանքի առաջնահերթությունները։ Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն նաեւ ծաղիկներ են խոնարհել փրկության նվիրյալների պատվոհուշարձանին։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքային ոստիկանության գլխավոր վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Անդրադառնալով աշխատանքի կազմակերպմանը, Կամո Ցուցուլյանը կարևորել է ստորաբաժանումների պատասխանատվության գոտիների վերլուծությունն ու խնդիրների գույքագրումը։ Ըստ նրա, աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է յուրաքանչյուր տարածքի առանձնահատկություններից բխող թիրախային միջոցառումների իրականացմամբ ու ոստիկանության հենասյունային մյուս ուղղությունների հետ սերտ համագործակցությամբ։ Ոստիկանության պետը հանձնարարել է հակաօրինական ցանկացած դրսևորման դեմ ծավալել անաչառ ու հետևողական պայքար, նշելով, որ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար պետք է ցուցաբերի վճռականություն ու պատասխանատվություն, իր վարքով ձևավորելով ոստիկանի օրինակելի կերպար։ Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրման փանցագործությունների կանխման ու բացահայտման, ինչպես նաև հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները, կատարելագործել ընտանեկան բռնության եւ անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող իրավախախտումների կանխարգելման գործիքակազմերը։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը ամփոփ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները վստահեցրել է, որ վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ողջ ռեսուրսը կուղղվի նախանշված առաջնահերթությունների իրագործմանն ու բացթողումների շտկմանը։ Քննարկվել են նաեւ կարգապահական, մասնագիտական պատրաստվածության եւ ծառայողական բնույթի այլ հարցեր։ Սիգի որսի արգելքն ավարտվում է փետրվարի 1-ին եւ մինչ այդ ոստիկանությունը շարունակելու է պայքարը այս արգելքը խախտողների դեմ։ Պայքարը տարվում է ոչ միայն ջրում եւ ափամերձ տարածքներում, այլև ավտոճանապարհներին, որոնցով վաճառքի համար տեղափոխում են ապօրինի որսը։ Հենց պայքարի արդյունավետությունն է ստիպել որոշ իրավախախտների դիմել այսպես ասած խորամանկությունների, ինչը հիմնականում նույնպես չի վրիպում ոստիկանության ծառայողների աչքից։ Վերջին օրերին արձանագրված բացահայտումների մեջ կան նաեւ նման դեպքեր։ Այդպիսին էր հենց ներկայացվող առաջին դեպքը։ Հունվարի 22-ին ժամը 11:30-ի սահմաններում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կիլոմետրին կանգնեցրել են Նորատուս գյուղի բնակչի վարած ՎԱԶ-21213 մակնիշի ավտոմեքենան, որի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ, ձկան ընդհանուր քաշը մոտ 40 կիլոգրամ էր։ Նորատուսցի տղամարդն ու ավտոմեքենան տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Ապօրինի որսած ձկան քողարկված տեղափոխման մի դեպք էլ ջրային պարեկները բացահայտել են հունվարի 28-ի գիշերը։ Ժամը 3-ի սահմաններում Ծովագյուղ շորժավ Արտենիս ճանապարհի 11-րդ կիլոմետրին նրանք կանգնեցրել են գազ մակնիշի մի քարշակ, որը տեղափոխում էր Opel մակնիշի ավտոմեքենա։ Ստուգման Opel-ի սրահում հայտնաբերվել է 230 կիլոգրամ սիգ։ Ծովագյուղի բնակիչ 42-ամյա ուղևորը հայտնել է, թե ձկները գնել է Մեծ Մասրիկի մոտակայքում։ Այս դեպքից մոտ 1.5 ժամ անց ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կիլոմետրին երթևեկության հանդիպակաց գոտիում
նկատել են կայանված Hyundai եւ Opel Magnish-ի մեքենաներ։ Մինչ պարեկները հետադարձ կատարելով կմոտենային, մեքենաները հեռացել են թողնելով սիգով լցված արկղեր։ Ձկների ընդհանուր քաշը 120 կիլոգրամ էր։ Այս ընթացքում ապօրինի որսած սիգ է հայտնաբերվել նաև հանրապետության քաղաքներում։ Հունվարի 28-ի գիշերը Հրազդան քաղաքում հին շուկայի տարածքում կոտայքի պարեկները կանգնեցրել են Opel Magnish-ի ավտոմեքենա։ Գեղարքունիքի մարզի Նորատուզ գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը մեքենայից ներկայացրել է 462 հատ ընդհանուր 182 կիլոգրամ քաշով սիգ։ Նա հայտնել է, թե ձկները գնել է Չկալովկա գյուղի մոտ անծանոթ անձից։ Իսկ հունվարի 29-ին սիգի վաճառքի վերաբերյալ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ սիգ է վաճառվում մայրաքաղաքի Ավան թաղամասում։ Մեկնել են համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներ, հայտնաբերվել է ձկներով 3 արկղ, 135 հատ սիգը կշռում էր 48 կիլոգրամ։ Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցներում։ 112 մեկ զանգ արագարձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։